խուսափելու համար, բայց այս պատկերը խնդրում եմ նայեք։ Ու որ գնա հետները կգնա երկում թռնում պարում են Նիկոլ Փաշինյանը ԿՊԱ-ականները։ Ինչ կասեք այս մասով, սա ինչի դրսևորում է այն իրականության մեջ, որ անօթևան մեր արցախցիները, կորսված հայրենիք, վտանգված սահմաններ կամ այլևս առանց սահմանների Հայաստան, բայց իրենք բոլորով տարածում են հեսա խաղաղությունը, բերել են խաղաղությունը։ Նախ այս մարդիկ իրենք պաշտոնատար անձիկ են, սա իրենք սովորական մարդիկ չեն, որոնք երկրի համար ոչ մի պատասխանատվություն չունեն եւ ինչ որ միտեղ որոշել են քեֆ անեն ռեստորանում։ Այսինքն պաշտոնատար անձը, երբ որ գիտի, որ իրենից շատ բան է կախված, որ երկրում կան շատ խնդիրներ, անվտանգային եւ այլ տիպի կա աղքատություն, որ մարդիկ երեխաներ կան, որ դա էլ չեն կարողանում անել, այսինքն ոչ երաժշտություն են կարող միացնել, որ ոչ էլ ասենք տոնական ճաշկերուտ իրականացնել, որովհետեւ սովորական հացի փող չունեն։ Այդ մարդու մոտ ներքին առաջանում է, եթե իրանից է կախված որոշումների կայացումը եւ ինքը ղեկավար պաշտոն է զբաղեցնում, այսպես ասենք ներքին պատասխանատվության զգացողություն, որ լավ մի քիչ ինչ զուսպ պահեմ, որովհետեւ ինչի՞ս վրա եմ ուրախանում։ Իմ ժողովրդի զգալի մասը իրեն այսա թույլ չի կարող թույլ տալ այս ամեն ինչը։ Սա մի հատվածն է։ Երկրորդն է լավ ասենք գնացել եք, լավ որոշել եք քեֆ եք անում։ Կարող եք չէ անել, չնկարել ու չգցել համացանց։ Լավ գնացիք, լավ արեցիք, լավ արեցիք, բայց համացանց ինչ եք գցում։ Ինձ ինչ որ բան ուզում են ցույց տան, չէ՞ որ նկարը գցում են համացանց։ Այ ավելի վատը դա է, որ նկարը գցել են համացանց։ Նշանակում է նպատակ կարող են արգելել, ասեն մենք ստեղ ինչ ուզում անում ենք, բայց ոչ մեկ այդ ոչ մի բան հանկարծ չնկարեք, չգցեք համացանց, վերջ։ Այսինքն գոնե ձևական դա էլ չեն անում, ձևական ցույց տան, որ պատասխանատվության զգացում կա, մտահոգված ենք, ձևական էլ դա չեն անում, գոնե ձևական անեն։ Այն կինոներում լինում է, չէ՞, դերասանները, որ աչքերի մեջ հատուկ նյութ են կաթացնում, որ լաց լինեն։ Գոնե լավ այդ նյութից կաթացնեք, ինչ որ չգիտեմ, կամերայի առաջ գոնե։ Իրենք լավ է, պրուստը կա, բարգեւավճարը կա, քեֆ է, ուրախացեք, տոնը արա, չգիտեմ։ Այս ամենը որ թոշակառուները հարցումներ ենք դնում, թոշակառուները ուղղակի աղետի մեջ են։ Մարդիկ կա, որ ասում են մանդարին էլ չեն կարել, ոչինչ չեն կարել, որպեսզի նոր տարի նշենք։ Դա այսինքն մարդ պաշտոնատար անձը կարող է, եթե իր մոտ այդ խիղճը կա, ներսում պատասխանատվությունը, կարող է իր համար որոշել, որ քանի դեռ ենթադրենք իմ ժողովրդի զգալի մասը այսպես է ապրում, ուրեմն ես ինձ չեմ կարող թույլ տալ, տարական պատասխանատվության զգացողություն է, տարական, այսինքն դա մարդկային տարական պատասխանատվության խղճի զգացողություն է։ Դե հիմա ինչ ունենք այն, ինչ ունենք։ Սա է։